Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, քանի որ այսօր շատ լրագրողներ են ինձ հետ կապվել եւ ցավոք սրտի ոչ բոլորի հետ եմ կարողացել խոսել տարբեր հարցերով եւ այդ թվում նաեւ Միran Հակոբյանի հետ կապված գործով որոշակի զբաղվածության պատճառով որոշեցի օրվա ավարտին ձեզ շատ ծանոթ ավտոլայվի ռեժիմով ներկայացնել հանրությանը այս հանրային հնչեղություն ունեցող գործով այսօր տեղի ունեցած զարգացումների մասին։ Այնինչ այսօր տեղի է ունեցել եւ այնինչ այսօր տեղի չի ունեցել։ Առաջինը կուզեի խոսել առաջին հայացքից դրական մի զարգացման մասին եւ բարձրաբանել թե ինչու առաջին հայացքից դրական զարգացում եմ սա որակում։ Այն է, որ մենք տեղեկացանք, որ փաստորեն ձևավորվել է քննչական խումբ, որ այս գործը քննելու է, այդ թվում նաև Երևան քաղաքի ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից կազմված եւ եթե հիշում եք, երեք ես դաժե չասեմ քննադատում էի, որոշակի նկատառումներ էի հայտնում, որ այդ ոնց եղավ, որ մարդը եթերով հետույք բառն է օգտագործում 10 քննիչից կազմված քննչական խումբ է ձևավորվում, բայց մարդուն օրը ցերեկով քաղաքի կենտրոնում բանձիտական հարձակում են անում մարդու վրա, բայց մի քննիչ է քննում, չնայած որևէ այսպես նկատառում չունենք քննիչի գործունեության, նախաքննության մեզ հասու տեղեկություններով, որակի հետ կապված որևէ հարց չունենք։ Եվ այսօր տեղեկացանք, որ ձևավորվել է քննչական խումբ, ինչը դրական է։ Ինչու եմ ես ասում, որ սա առաջին հայացքից է դրական։ Որովհետև իրականում արդյունքն է կարևոր։ Եթե մենք արդյունքի ենք հասնելու մեկ քննիչով, դա ավելի լավ էր, քան թե արդյունքի չհասնել քննչական խմբով։ Իսկ մեզ հետաքրքրում է բնականաբար արդյունքը։ Այսօր ես տեսա մի գրառում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը ինչ-որ սրտաճմլիկ գրառում էր, սրտաճմլիկ չէ, այսպես գրառում էր արել սկզբունքային բան, մենք Հայաստանում բռնություն չպետք է լինի, բռնության ուրեմն որևէ դրսևորում չպետք է լինի եւ դա պետք է դիտել եւ մենք դիտեցինք որպես խոստում, որ այս հանցանքը պետք է բացահայտվի։ Բացահայտեք։ Ուղղակի մենք բազմիցս ենք տեսել, որ մի բան ասվում է, բայց դրա հակառակն է արվում, 180 հակառակն է արվում։ Ապացուցեք, որ այս դեպքում գոնե այդպես չի լինելու։ Մենք որևէ առարկություն չունենք, ավելին ամենայն անկեղծությամբ ասեմ, այս երկու օրը մենք ամբողջությամբ նախաքննության, կոպիտ ասած, ինչ պետք է անում ենք։ Ասում են, այս արեք, անում ենք, ասում են, ստեղ եկեք, գնում ենք, ասում են, այս գործողությունը պետք է իրականացնել, իրականացնում ենք։ Մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք, դուք էլ ձեզնից կախված ամեն ինչ արեք եւ բացահայտեք եւ այնպես չստացվի, որ ասում է նախաքննությունը վերջում դուրս եկավ իր այսպես ոնց են այդ ռուսերեն խոսքը, մի խոսքով այնպես չստացվի, որ մեկ էլ արդեն քաղաքական ուղիղ հրահանգով այս գործը չբացահայտվի։ Իսկ մենք պատկերացնում ենք, որ այս գործը չբացահայտվել հնարավոր է միայն քաղաքական ուղիղ հրահանգով։ Դուք էլ ասում եք, որ մենք դեմ ենք բռնության, ուրեմն բացահայտեք։ Արդեն մենք ցավոք սրտի ունենք որոշակի մտահոգություններ այս արտահայտության կեղծավոր լինելու հետ կապված, որովհետև բազմաթիվ գրառումներ եմ ես տեսել համացանցում, այդ թվում այսպես պոստեր, այդ թվում տարածումներ, որտեղ որ ուղիղ արդարացվում է, եթե ոչ կոչեր են հնչում, ապա գոնե արդարացվում է բռնությունը։ Միran Հակոբյանի նկատմամբ արդարացվում է բռնությունը, նայում եք, տեսնում ենք ամբողջությամբ այդ օգտատերերի էջերը
նիկոլական նյութեր էր, առերևույթ իրական օգտատերեր էր, նույնիսկ մեկի անունը փորձում է հիշել, բայց ցավոք սրտի մոռացա։ Այս գրառման ներքո անունը ազգանունը կգրեմ։ Իրական օգտատերերի ում ամբողջությամբ նիկոլական ուրեմն գրառումներ։ Այդ մարդկանց պարտավոր եք քրեական պատասխանատվության կանչել։ Ընդ որում, ինչպես մյուսների պարագայում, այնպես էլ այս պարագայում խոսքի համար դեմ եմ կալանքը խափաման միջոց կիրառելու։ Կիրառեք այլ խափաման միջոց, խնդիր չկա, չենք ասում բռնեք։ Բայց կանչեք քրեական հետապնդում հարուցեք, կանչեք պատասխանատվություն։ Չեք անում արդեն։ Առավոտյան գրել եք դեմ ենք, կանչեք պատասխանատվության։ Մեկը հստակ բռնության արդարացում է։ Արդարացնում է, թե ինչու պետք է Միրան Հակոբյանի նկատմամբ բռնություն լիներ։ Պատասխանատվության կանչեք։ Կարճ ասած, ունեմ հիմնավոր կասկածներ եւ ներկայացրեցի, թե ինչու է հիմնավոր կասկածս, որ սա կեղծավորություն էր։ Բայց ամեն դեպքում նորից ասեմ, երեկվա ասածս եմ վերահաստատում եմ, նախաքննության մարմնից, ոստիկանության գործողությունից, այնքան որ ինչքան մեր տեսադաշտում է եղել են որակով։ Եվ այսպես այսօր ինչ է արվել, այսօր մենք դատաբժշկական փորձաքննության ենք ենթարկվել քննիչի որոշմամբ, այսօր դեպքի վարի զննության ենք մասնակցել քննիչի որոշմամբ եւ թերևս վերջ, այսքանը կարող եմ ասել, քննիչի նաեւ որոշում կա որոշակի խցիկների ձայնագրող սարքերի հիշողության կրիչների առգրավման հետ կապված հուսով եմ, որ այդ առգրավումը արդյունավետ է եղել, այսինքն պահպանված է եղել տեսագրությունը, մեզ դրանք զննության չեն ներկայացրել այս պահի դրությամբ ամենայն դեպս, որպեսզի մենք ճանաչենք, հասկանանք ինչ է, ինչ չի, եւ անկեղծ ասած նման վարույթներով մենք իմանալով քննչական գործողությունների տրամաբանությունը անհամբերությամբ այսօր սպասում ենք, որ նման հրավեր կստանանք, հիմա ոչինչ, այսօր չենք ստացել, թող վաղը լինի։ Նորից ասեմ, կարևորը արդյունքն է, կարևորը որ մեզ տեղեկացվի, որպես տուժող, ես էլ տուժողի լիազոր ներկայացուցիչ, մեզ տեղեկացվի, որ այդ անձինք, ովքեր որ այդ բռնարարքը կատարել են, ձերբակալվել են եւ դրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում։ Հեսա կարևոր, թե չէ մնացածը երկրորդական է։ Սրանք էին վերջին զարգացումները, կրկնեմ, որ մեր դիրքորոշումը միանշանակ է պատճառների հետ կապված, Միրան Հակոբյանը չի զբաղվում բիզնեսով, անձնական թշնամիներ չունի, անձնական այսպես վատ հարաբերություններ, չեմ անում ինչեր, հարցեր, որոնք որ կարող էին ինչ-որ մարդիկ բռունցքներով լուծելու միջոցին դիմել, նման բան ուղղակի գոյություն չունի։ Սա Միրան Հակոբյանի հստակ միանշանակ դիրքորոշում։ Հետևաբար այս հարձակման պատճառը բացառապես քաղաքական է իր հանրային ընդդիմադիր գործունեություն։ Եվ ցավոք սրտի այս ամենը մենք տեսնում ենք կապ նաև 2021 թվականին իր տան առջև նռնակ նետելու էպիզոդի հետ, որ այդպես էլ չբացահայտվեց։ Մեր համոզմունքն է, որ եթե դա բացահայտվեր, սա չէր լինի։ Այն որ այս պայդրությամբ որևէ մեկը ձերբակալված չէ, դա վկայում է այն մասին, որ ամեն դեպքում այն միջոցները, որ ձեռնարկվել են կամ արդյունավետ չեն եղել, կամ էլ լավ կազմակերպված է եղել այս իշխանությունների որոշակի թևի կողմից կամ նրանց հետ ուղիղ կապված մարդկանց կողմից էական չէ սա։ Բայց իշխանությունների ներգրավվածությունը կա։ Այլ բանի մասին դա չի կարող վկայել։ Մենք էլ մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի
նախաքննությունը արդյունավետ լինի։ Որպեսզի որևէ մեկը չասի, որ դուք մեզ չվստահեցիք, սա չեղավ։ Լավ, վստահում ենք։ Այս պայդրությամբ վստահում ենք։ Այս պայդրությամբ ձեռքներս դնենք խեղճներից եւ ասենք, որ պատճառ չունենք չվստահել։ Այն քնչական գործողությունները, այն օպերատիվ հետախուզական գործողությունները, որոնք որ մեր տեսադաշտում են եղել են պրոֆեսիոնալ։ Հետևաբար սա եւս մի գործոն է պնդելու համար, որ եթե այս արարքը չբացահայտվի, ուրեմն ուղղակի քաղաքական միջամտություն է եղել։ Այլ բան, այլ հետևություն ուղղակի անել մենք այս պայմանությամբ իհարկե չենք կարող։ Այսքանն է ուզում ասել, շնորհակալություն, եթե լինեն նորություններ, այնքանով որքանով դա չի խանգարի նախաքննությանը, սա էլ է գործում, մենք սա էլ ենք հասկանում, ես կհրապարակեմ եւ հանրությանը կտեղեկացնեմ։ Շնորհակալություն, հաջողություն։